Պատմության մի մասը պատրաստվում է մայիսի 26-ին հայտարարված ցույցին։ Այս պատրաստությունը շարունակվում է 9 ընդդիմադիր կուսակցությունների միավորման առաջնորդների փոխադարձ մեղադրանքների ֆոնին։ Դաշինքի գործունեությունը քննադատել է Միխեիլ Սահակաշվիլին եւ կոչ արել ավելի մեծ արմատականացման։ Մայիսի 26-ի հանրահավաքի նախապատրաստական արշավից դժգոհություն է հայտնել նաեւ Լևան Խաբեիշվիլին։ Ֆեդերալիստների առաջնորդ Թամար Չերգոլեիշվիլին ասում է, որ ով մերժում է դաշինքի ռազմավարությունն ու կանոնները, ինքն իրեն դնում է դաշինքից դուրս եւ զբաղվում ինքնամարգինալացմամբ։ Մայիսի 26-ի հանրահավաքին չեն միանում դաշինքից դուրս գտնվող ընդդիմադիր կուսակցությունները, իսկ իշխանական թիմում հայտարարում են, որ ընդդիմադիր դաշինքը չի կարող հասնել որևէ նպատակի։ Դյուշենի մկանային դիստրոֆիայի համախտանիշ ունեցող երեխաներին աջակցող ցույցը շարունակվում է։ Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքից մինչև կառավարության վարչակազմ տեղի ունեցավ հերթական ոտքով երթը։ Բողոքի ցույցի մասնակիցները պետությունից պահանջում են ֆինանսավորել բուժումը եւ Վրաստան ներմուծել այն ժամանակակից դեղամիջոցները, որոնք ծնողների խոսքով կարող են դանդաղեցնել հիվանդության զարգացումը եւ երկարացնել կյանքը։ Դյուշենի մկանային դիստրոֆիայի ախտորոշմամբ երկրում ապրում է մոտ 80 մարդ։ Իրանն արդեն 47 տարի խաղում է Միացյալ Նահանգների եւ մնացած աշխարհի հետ եւ վերջում ստացավ մեծ մրցանակը, երբ նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը եւ պարզաբանել, որ ԱՄՆ-ի նախկին նախագահը շատ լավ էր Իրանի համար, քանի որ անցավ նրանց կողմը, մի կողմ հրելով թե Իսրայելին, թե մյուս բոլոր դաշնակիցներին եւ Իրանին կյանքի շարունակության նոր հնարավորություն տվեց։ Բարաք Օբաման աղետ էր որպես առաջնորդ, բայց ոչ այնքան վատ, որքան քնկոտ Ջո Բայդենը, գրում է Թրամփը։ Նրա խոսքով 47 տարվա ընթացքում իրանցիները խաբում էին Միացյալ Նահանգներին, սպանում նրա ժողովրդին, ճնշում բողոքի ցույցերը, ոչնչացնում տասնյակ հազարավոր անմեղ ու անզեն ցուցարարների եւ ծաղրում կրկին մեծարված երկիրը։ Սակայն նրա խոսքով նրանք այլևս չեն ծիծաղի։ Իսրայելի վարչապետը ցանկանում է, որ առաջիկա տասնամյակի ընթացքում երկիրը աստիճանաբար հրաժարվի ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից եւ ամրապնդի կապերը Պարսից ծոցի երկրների հետ։ Բենյամին Նեթանյահուի խոսքով Իսրայելը տարեկան ստանում է մոտ 4 միլիարդ դոլար ռազմական օգնություն այն համաձայնագրի շրջանակներում, ըստ որի ԱՄՆ-ն 2018-ից մինչև 2028 թվականը Իսրայելին ընդհանուր առմամբ պետք է տրամադրի 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Նա ցանկանում է ամերիկյան ֆինանսական աջակցությունը հասցնել զրոյի եւ այդ գործընթացը սկսել արդեն հիմա։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատերազմին, Նեթանյահուի հայտարարությամբ հակամարտությունը ավարտված չի համարվի, քանի դեռ երկրից դուրս չեն բերվել հարստացված ուրանի պաշարները։ Նրա խոսքով Իրանում դեռևս կան հարստացման օբյեկտներ, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, տարածված տեղեկությամբ Իրանը ունի ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրան։ Ֆրանսիայի նախագահը պատասխանում է բրիտանական եւ ֆրանսիական ռազմական նավերի վերաբերյալ Իրանի սպառնալիքներին։ Մակրոնի հայտարարությամբ ինքը երբեք չի քննարկել Հորմուզի նեղուցում ռազմածովային ուժերի տեղակայումը։ Նրա խոսքով դրա փոխարեն նախատեսվում է անվտանգության առաքելություն, որը կիրականացվի Իրանի հետ համակարգմամբ։ Մակրոնի հայտարարությամբ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ստեղծել են հատուկ առաքելություն, որը ծովային անվտանգության ապահովման նպատակով միավորում է մոտ 50 երկիր եւ միջազգային կազմակերպություն։ Լատվիայի պաշտպանության նախարարը լքել է պաշտոնը։ Անդրիս Սպրուցի հրաժարականը պահանջել է երկրի վարչապետը, հայտարարելով, որ հակադրոնային համակարգերի տեղակայումը բավարար արագ չի իրականացվել։ Նրա խոսքով Լատվիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Լատվիայի բանակի գնդապետ Ռայվիս Մելնիսը։ Դրան նախորդել էր Լատվիայի տարածքում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումը, որոնք երկրի օդային տարածք էին մտել Ռուսաստանից։ Ինչպես նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը, ուկրաինական դրոնները Լատվիայում են հայտնվել Ռուսաստանի էլեկտրոնային պատերազմի հետևանքով։ Խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ Վրաստան ներմուծման մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու։ Սարփի Մաքսային անցակետի տարածքում մեղադրյալի անձնական խոզարկության ժամանակ Մաքսային վարչության եւ Աջարիայի ոստիկանության աշխատակիցները որպես իրեղենապացույց առգրավել են պրեգաբալին եւ կոկային։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 12 տարվա ժամկետով ազատազրկում։
Աջարիայում լավ հյուրընկալողի կարգավիճակ ունեցող ընտանեկան հյուրանոցների համար ծառայությունների որակի բարձրացման նպատակով անցկացվել են վերապատրաստումներ։ Մասնակիցներն անցել են տեսական և գործնական ուսուցում մաքրության չափանիշների և հիգիենայի կառավարման, սպասարկման և ծառայությունների չափանիշների, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության համակարգի ուղղություններով։ Ներկա են գտնվել խոհարարական վարպետության դասերի, ուսումնասիրել օրվա մենյուի կազմումը և ճիշտ հաշվարկումը։ Վերապատրաստումները կազմակերպվել են Աջարիայի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային արտադրանքի զարգացման գործակալության կողմից և իրականացվել Գոդերձի հանգստավայրի ամբասադոր հյուրանոցի ղեկավարության ներգրավվածությամբ։ Այս փուլում Աջարիայում մոտ 15 ընտանեկան հյուրանոց ունի լավ հյուրընկալողի կարգավիճակ։ Նախագիծն Աջարիայում իրականացվում է առաջին անգամ։ Եվրատեսիլ 2026-ը պաշտոնապես բացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Փիրուզագույն գորգով անցել են մասնակից 35 երկրների պատվիրակությունները, բաժանել ինքնագրեր և զրուցել լրագրողների հետ։ Նրանց թվում էր նաև վրացական պատվիրակությունը Բզիկեբի խումբը։ Այսօր նրանք կանցնեն առաջին կիսաեզրափակչի գլխավոր փորձը, որը կգնահատի ժյուրին։ Շտադհալե բեմում նրանք հանդես կգան 6-րդ համարով։ Կիսաեզրափակիչը կսկսվի վաղը Թբիլիսիի ժամանակով ժամը 23:00-ին և այն ձեզ ցույց կտա առաջին ալիքը։